Նիկոլ Փաշինյանը ուղիղ հայտարարեց, որ Իրանում ստեղծված իրավիճակը ժամանակավորապես Միացյալ Նահանգների հետաքրքրությունները փոխել է եւ հիմա նրանց այսպես հետաքրքրությունը այլ տեղ է։ Հիմա թրիփի հետ կապված ոչինչ չկա։ Կարող է դուք էլ չլինեք իշխանության։ Մենք կլինենք, թրիփն էլ կլինի։ Այսինքն ժամանակավորապես այս դադարը ինչի մասին է խոսում։ Թրիփ կլինի, քաղաքացիական պայմանագիրն էլ կլինի։ Իսկ խնդիրները չեն ստեղծվել։ Չի, երկուսն էլ կլինեն։ Բայց ամեն դեպքում հիմա ժամանակավոր դադար է, այսինքն Միացյալ Նահանգների Ամեն ինչը պլանավորման գնում է, հարգելի գործընկերներ, հա, հասկանալի է, կա խնդիրներ այդ մասով, բայց ես կարծում եմ, որ եւ հուսով ենք բոլորս, որ հակամարտություն ամեն դեպքում քաղաքական բարձր հայտարարությունները Միացյալ Նահանգներից նվազագույն նրա մասին է, որ գործընթացի ինչ-որ մի շրջան հետո հուսով ենք կավարտվի եւ ինչպես նաեւ քիչ առաջ էլ նշեցի, մեր ռազմավարական գործընկերը եւ մեր բարեկամ հարևան երկիրը ի վերջո կհասնեն համաձայնության։ Այսինքն ես կողմից վստահեցումներ են հնչել, որ կշարունակվի գործընթացը, թե դա լավատեսական է ձեր կողմից։ Ես կարծում եմ, որ մենք մեր օրակարգով պետք է շարժվենք, աշխարհում միշտ էլ տարբեր տեկտոնական շարժումներ կարող են լինել, բայց եթե մենք մեր ճիշտ ճանապարհով շարժվենք, մենք միշտ այդ ընթացքում զբաղված կլինենք կարկանդակ ուտելով եւ ոչ թե խառնված կլինենք այլ բաների մեջ եւ սա էլ մենք մեր թրիփը կսարքենք, մեր հյուսիս-հարավը կսարքենք, մենք մեր գործերի վրա ենք։ Առանձին կղզյակ չենք մենք ունենք տարածաշրջանում պատերազմ մեր անմիջապես հարևանությամբ։ Մենք չենք կարող այդ ամեն ինչից անմաց մնալ եւ ինչպես դուք եք ասում կարկանդակ ուտել։ Որտեւ կարկանդակ ուտելու համար բան Պապոյան, Իրանից կատնամթերքի հումք պետք ունենա։ Մենք կարկանդակ ուտում ենք։ Հենց հիմա էլ առանց կատնամթերքի հանգիստ ուտում ենք, այնպես որ այս քաղաքականությունը շատ ճիշտ է եւ մենք մեր գործերի վրա պետք է կենտրոնանանք։ Պարոն Պապոյան, ներողություն, մինչ իշխանությունը անհոգ կարկանդակ է ուտում, միջին խավը սոցիալական խնդիրների է բախվում, առաջին անհրաժեշտության ապրանքներն են թանկացել, ձուն, կարակը, կարտոֆիլը, հացամթերքը, հացաբուլկեղենը, ինչ անեն այն մարդիկ, որոնք մի քանի միլիոն պարգևավճար չեն ստանում եւ չեն կարող կարկանդակ ուտել։ Այդ ձեր ասած մի քանի միլիոն դրամ պարգևավճար ստացող, մի քանի միլիոն չէ, մի քանի 100,000 դրամ պարգևավճար ստացող գլխավոր մասնագետների, օրինակ էկոնոմիկայի նախարարության գլխավոր մասնագետների, առաջատար մասնագետների, փորձագետների, վարչության խորհրդականների, բաժնի պետերի, վարչության պետերի եւ այլ պաշտոնյաների աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում 7.2% տնտեսական աճ է արձանագրվել, որի հետևանքով օրինակ կառավարությունը կարողացել է անվճար բժշկական ապահովագրություն ստեղծել, որի հետևանքով օրինակ ձեր նշած խավը, ասենք ենթադրենք 30 կամ 50,000 դրամ բժշկական դեղեր առնելու փոխարեն այդ գումարը կուղի իր կյանքի բարելավմանը 10,000 դրամ կենսաթոշակն է ավելացել 10,000 դրամ հետ վճարով 20,000 դրամ կուղի իր կյանքի բարելավմանը եւ այսպես շարունակ այնպես որ ես կարծում եմ որ ավելի լավ է ունենալ օրինակ գլխավոր մասնագետներ վարչության պետեր բաժնի պետեր ովքեր չեն ստանում 200,000 դրամ աշխատավարձ, այլ ստանում են 400,000 դրամ աշխատավարձ եւ կարողանում են այնպիսի երկիր կառուցել, որտեղ մարդիկ գնում են ոչ թե տուն են վաճառում, որ 3 միլիոն դրամով կարողանան իրենց ծնողի վերահատությունը անեն, այլ պետությունը անվճար անում է։ Իսկ ձեր հարցի պատասխանը արդյոք քաղաքացիները կգնահատեն թե չէ, հունիսի 7-ի երեկոյան դուք կտեսնեք, դուք եք ճիշտ, թե Պապոյաներություն եւ մի րոպե, պարոն Պապոյան, ասում գնաճ կա առաջին անհրաժեշտության ապրանքների շարքում։ Ես ասի, այո, իհարկե կա գնաճ, որը խնդրահարույց է, եւ գնաճի համար սահմանադրությամբ կա պատասխանատու մարմին կենտրոնական բանկ։ Եվ կենտրոնական բանկն էլ ասում է թոշակների բարձրացում գնաճ է լինելու, այո։ Կենտրոնական բանկը ասում է, որ թոշակների բարձրացումը 0.2% կարող է ազդել, բայց հիմա գնացեք մարդկանց հարցրեք, օրինակ մեր տատիկ պապիկներին, ընտանիքը ստանում էին, ասենք օրինակ 60,000 դրամ թոշակ առանձին, իրար հետ 120,000 դրամ։ Հիմա ստանալու են 140,000 դրամ։ Գումարած ամեն մեկը 10,000 դրամ էլ կստանա բան հետ վճար։ Հիմա օրինակ իրանք կուզեն երկուսով իրար հետ 10-10 40,000 դրամ ավել ստանան, թե օրինակ 0.2% գնաճ չլիներ։ Գնացեք այդ մարդկանց հարցրեք։ Դուք